Այստեղ մի քաղաքացի էլ կին միամտորեն այն նմուշը, որը տվել էին նրան, ինչ որ Սիլվա անունով կին, ես ունեմ տեսագրությունը, ես նկարել եմ, Սիլվա անունով կին դա տվել է նրան, դա բժիշկան դրված է 3-րդ համարի մոտ, ինքը շփոթված ուղղակի դա է դրել ծրարի մեջ, նմուշը, կամ գուցե պիտի դուրս բերեր մյուսը, իսկ մյուսը ձեռքին դուրս էր գալիս, այո, հանձնաժողովի անդամը դա նկատել է, կանգնացրել է process-ը, արժանին պիտի մատուցեմ հանձնաժողովին, հանձնաժողովի նախագահ բավականին adekvat է գործում, հիմա ոստիկանությունը քննում է այդ կնոջը, թե հիմա ոնց է դա հասել քաղաքացուն, ինչի համար էր քաղաքացին դա բերել քվյախուց, ես չգիտեմ։ Այսինքն քաղաքացին քվյախուցում այդ նմուշն է դրել, հա, ծրարի մեջ եւ օրիգինալը դուրս։ Իսկ մյուսը ձեռքին դուրս էր գալիս, իսկ հիմա երբ հարցնում եմ, իսկ որտեղից սա ձեզ, ասում եմ, վայ, ես ինչ կրակի մեջ ընկա, ասում եմ, ով է տվել, ասում եմ, Սիլվան է տվել։ Ով է Սիլվան։ Ես չգիտեմ, Սիլվան իրենց շենքից է։ Թե հիմա ինչի է Սիլվան տվել, կամ ով է Սիլվան, դա կբարձի ոստիկանությունը։ Կապ ունի Սիլվան Հանրապետական կուսակցության հետ։ Ոչինչ ասել չեմ կարող, որովհետև ոչ մի ինֆորմացիա չունեմ այդ մասին։ Ասում եք այդ տղաները նաև ովքեր հավաքված էին խումբը ուղղորդում էր, հա, մարդկանց քվյարկում։ Դեմքով կարող եմ ասել, հիմա եթե գայես, դեմքով գիտեմ ով է, բայց անունը չգիտեմ ով է, բայց հստակ իրենք անընդհատ այստեղ մարդիկ որ գալիս են մոտենում են իրենց, դուրս եկողին կրկին մոտենում են, մի վստահված անց կար, իմ ճնշման ներքո ինքը թողեց դուրս եկավ, որովհետև բոլորը գալիս իրեն բարևում էին, վերջում էլ բարևում էին, ասում են գլխով էին անում, անցնում էին գնում։ Որ կուսակցություն է։ Հանրապետական կուսակցությունից բնականաբար։ Էլ որ կուսակցությունից կարա նման բան լինի։ Ես ինչ պրոբլեմ էր, տվել են ասին, լավ։ Ո՞վ է տվել, Մայրիկ ջան։ Սիլվան։ Սիլվան տվել է, ասել ես այսպես կքվյարկեք։ Իսկ ինչի դիմաց։ Գուցե կաշառքել է տվել Սիլվան։ Չէ, վայ, այդպես բան մի ասեք, վայ։ Տատիկ ջան, ով էր ձեզ տվել այդ նմուշը քվյարկած 3-րդ համարին։ Ես դրսից գալուց, որ ներս պետք է մտնեմ, այդտեղ թերթիկ էր գցած, վերցեցի մտա ներս։ Մտա, հետո թերթիկ եմ դրել, չէ, այն որ Մարգարյանն եկել էր ստեղ միջոցառում էր, այդ օր ասի, չգիտեմ որտե պետք է գնամ, ասեց այս դպրոցը, եւ վերջ։ Մի քանի հոգի։ Հա, չէ, այ մարդ ինչ նմուշը ես դրել եք դուք։ Ես խալ փաստորեն եմ որ դրսից վերցրեցի, էդի ձեռքս էր, պետք է գցեի, բայց մտա ներս։ Դրեցի հա։ Ով էր քվյարկել տվել։ Դե հիմի, էդի իմ գաղտնիքն է։ Ինչ ասեցիք։ Ես անգրագետ եմ ոչ մի չեմ գնում ասեմ։ Ինչ պետք է, ինչ որ եղել է, ինչ որ ձեզ ասեն, էլ իրանց եմ ասել։ Բայց 3-րդ համարի տակ էր քվյարկած, դուք ինչու եք դրսից վերցնում քվյարկած քվյաթերթիկ ու մտցնում դա դնում ծրարի։ Ես խալվել եմ ասում, ես չեմ հասկացել ոչինչ բան, я բախնարել եմ։ Բայց չէ, բացի այդ էլ ես որ ասենք խարդախ բան լինի, չէ, ես ինչի պետք է թերթիկը ձեռքս դուրս գայի, ստեղ են ինձ։ Այդ թերթիկը ձեռքս, բայց ես չեմ որ գտել եմ։ Նմուշը Քարոզարշավի օրն են տվել։ Կարոն Մարգարյանի Քարոզարշավի օրն են տվել նժունը։ Չեն տվել ինչ նմուշ։ Ասեցիք Մարգարյանի։ Ասում եմ հարցրեցի ասի որտեղ բանան։ Մարգարյան Տարոն Մարգարյանի դպրոցը։ Մարգարյանին չեն տվել։ Տարոն Մարգարյանի փաստորեն դուք Քարոզարշավին գնացել եք, ով է տարել ձեզ։ Ես խի ոչ չունեի, ձեր չունեի, որ տանեին, հա։ Ով է շենքի Սիլվան, ով է Սիլվան։ Բուքսիրով պետք է տանեին։ Ես իմ խոդով գնացել եմ եւ շատ ճիշտ եմ արել։ Տատիկ ջան, իսկ ով է Սիլվան։ Այ մարդ լավ գնացեք ճիշտ բաներ կա դրանք գտեք։ Իսկ ով է Սիլվան, որ ձեր շենքի ձեզ այդ քվյաթերթիկը Ոչ թե մենակ ինչ քվյաթերթիկ, գնացեք այստեղից եմ վերցրել։ Ինչ քվյաթերթիկ սարկում եք գլխից։ Հայկական ժամանակի լրագրողին դուք ասում եք Սիլվան է տվել։ Ոչ, ես ասում եմ որ ասելա այս դպրոցում է ընտրությունը։ Ով է ասել։ Սիլվան։ Սիլվան ով է հանրապետականից, հա։ Ես չեմ ճանաչում։ Ոայ, ինչ բան է քեզ։ Բայց հակից մնացել է։ Ինչ ասեց Մարգարյանի, հենց Դուք ի՞նչն եք պոկում մեքենայի վրայից։ Ի՞նչն եք պոկում։ Ով։ Դուք։ Ոչ մի բան։ Այս մեքենայի վրայից։ Ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանի պաստառներ։ Ինչու եք պոկում։ Այո, իմ մեքենան կանգնած է այնտեղ մայթին, կանգառը դա է, մեքենաներն այդտեղ են կայանում, ես առավոտյան եկել եմ այդտեղ կայանել եմ,
Դեռ մի ամիս 20 օր առաջ պաստառը փակցված եղել մեքենայի վրա։ Մարդիկ մոտեցել են, ինձ հայտնեցին, որ ձեր մեքենայի վրայից պաստառը պոկում են, ինչ-որ մարդիկ են հավաքված, գուցե արդեն վնասել են, ես չգիտեմ։ Ամբողջությամբ պոկված են։ Անձամբ չեմ տեսել, գուցե մեքենային էլ են վնասել։ Ովքեր էին բայց պոկված։ Դա անում է այստեղ հավաքված ինչ-որ մի հատ ավազակախում, ում ես սաստել եմ դուրս եմ հրավիրել, այնուհետև ոստիկանությանն ասել եմ նրանց հեռացնեն։ Հիմա այդ խումբը հավանաբար վրեժ ա լուծում, փորձելով ցույց տալ, որ սա իրանց թաղն է, իրանց քուչեն է, իրանք ասում են սա մեր քուչեն է, որտեղ կուզենք այնտեղ կանգնենք, բայց իրանք չեն կարող կանգնել այնտեղ, որտեղ ուզում են։ Որտեղ օրենքը թույլ չի տալիս, որ նրանք 50 մետրից ավել մոտենան ընտրատարածքին, ընտրատեղամասին։ Դա այն տղաներն, ովքեր հենց հիմա այնտեղ կանգնած են։ Ես հիմա չգիտեմ, ես հիմա տեղյակ չեմ ովքեր են, ես դեմքով նրանք չգիտեմ, բայց գիտեմ, որ մի խումբ կար, ում մարդկանց ուղղորդելու համար ես դուրս եմ հրավիրել։ Չենք հավաքել, կանգնած ենք ուղղակի։ Չգիտեք, որ ընտրատեղամասին 50 մետր շարավող կուտակումները արգելված են։ 50 մետր հաշվել ենք ընդերից ստեղ։ Ստեղի հաշվել է, չափել է։ Չափել ենք։ Եվ բա ինչու է։ 50 մետր է։ Ինչով կապացեք, վերք չափել։ Քայլեք 50 մետր, քայլեք, տեսնենք որ 50 մետր է։ Չգիտեք, որ չի կարելի կուտակվել ընտրատեղամասի մոտ։ Չենք թույլ։ Իսկ ո՞նց եք անվանում հավաքվելը։ Ուրիկ ջան, ամոթը լավ տարել դե կամերան կավա։ Որ վաղն եկաք, վաղնել ենք ստեղ մենցա։ Ստե ենք ապրում, տենց։ Ստե ենք ապրում, էսի միշտ է ինչ անենք։ Իսկ չգիտեք, որ ընտրական օրով չի կարելի հավաքվել մոտ։ Մնանք տունը, չիջնենք։ Շել ենք մեր բակը կանգնած ենք, ինչ է դրական։ Այդ ուրիկ ջան։ Տեղամասին մոտ եք, չգիտեք։ Այս շենքն ենք ապրում։ Ստեղ ենք ապրում։ Մեկ մի բայ էլի անջատ է, էլի, խնդրում եմ քեզի։ Արա լավ ամոթը տարենք կամ կավա։ Ընտրատեղամասի դիմաց ես նկատում տղաներ են կանգնել, ասացին առավոտյան կուտակված են։ Մենք ոստիկաններին մենք դիմել ենք, այդ պահին ցրեցին, հիմա կարծում եմ նորից բարբերաբար դուրս են գալիս, ոստիկանները օգնում են այդ հարցում։ Շատ մարդ, շատով էին կուտակված, քանի։ Չէ, երևի միջև 10-ի սահմաններում այդպես առանձնապես շատ չի։ Հենց այստեղ արձանի մոտ, եթե դրսում նկարահանեք, կտեսնեք հատվածը։ Իսկ ինչ էին ասում, ինչու են հավաքվել։ Նման դեպքերում ինչպես միշտ մենք ուղարկի եկել ենք, առանձնապես այդպես չենք էլ զրուցել, որ իմանամ, ուղարկի ոստիկաններին դիմեցինք, իրենք այդ հարցով ոստիկանները պիտի զբաղվեն, զբաղվեցին։ Այսինքն անընդհատ դուրս են գալիս, հա, ասում են, որ հեռանան տարածքից։ Դե նաև դա իրենց պարտականությունն էլ է, անպարբերաբար պիտի վերահսկվի տարածքը, իհարկե։ Իսկ նկատել եք նրանց կողմից ընտրողներին բերեն Դուք ինքներդ տեսնում եք մեր մոտ բավականին վատ է տեղամասից երևում, ես չեմ կարող ասել, իսկ ես այստեղ եմ հիմնականում գտնվում, չեմ կարող ասել այնտեղ ինչով են զբաղվում, ուղղակի զուտ տեսանելի էլ չի այս պահին դա։ Տարածքում այլապես ես գնում եմ հիմա գրանցեմ, այստեղ էլ Չէ, չնկարեք, ցավը տանը, հիմա ասեք թող։ Հիմա խնդրում եմ տարածքում Դուք Արմենի էլ Արմենը կապ չունի, ես խնդրում եմ ուղղակի այլև